Այս որ գիտեն կարդալու Պետրոսիկը եւ Լուսինը։ Սիրուն են, չէ՞ նկարները այս գրքին։ Մենք դրա համար ենք ընտրել այս գիրքը, որ անպայման նկարներին նայելով կարդաք։ Այս պատմությունը մի ցածրահասակ փոքրիկ տղայի մասին է։ Ցածրահասակ ի՞նչ է, Վահե, գիտես։ Հա, Պետրոսիկ։ Պետրոսիկն է ցածրահասակ։ Հա։ Տեսեք, որ դու գնում եք հիմա բարձր շենքերի մոտ, դες բուջուրիկ եք, չես զգում, փոքր։ Ցածրահասակ տղայի անունը ի՞նչ է։ Պետրոսիկ։ Պետրոսիկ ցանկանում է իր մայրիկին նվիրել դրա սրտի չափներ։ Լուսիկ։ Կլորի եւ երջանկաբեր լուսավորող Լուսիկ։ այո, բայց ինչպես հասնի Պետրոսիկը Լուսին, ախր ինքը բարձրահասակ չի, ո՞նց պիտի Պետք է հասնի։ մեծանա, որ հասնի։ Հա, բայց ինչքան մեծանա, դուք Լուսինը տեսել եք ինչքան հեռու է։ Լիքը պետք է մեծանա, որ Լիքը։ Հա, գիտեք Պետրոսիկը ինչ է մտածում, ասում է, կարող է ես բարձրանամ հայրիկի ուսերին ու հասնեմ Լուսնին։ չէ, դու լիքը մարդիկ կան, իրար բռնվել, որ կարենա։ Հայրիկի ուսեն բարձրացավ, բայց մեկա Լուսինը հեռու է։ Կանգնում են կողքի, այսպես շրջան են կազմում։ Հայրիկը կանգնում է զարմիկների, հարևանները օգնում են, Պետրոսիկը բարձրանում է ամենավերևը, մեկ էլ նայում է ներքև, տեսում է, այս ինչքան մարդ կա, եթե տեսեք ինչ, այս երկրագունդն է, չէ, կլոր է երկրագունդը։ Այսպես քայլում է, պտտվում է երկրի շուրջը։ Տարբեր մարդիկ դեռ իրեն էին սպասում։ Ինքն էլ արդեն մի քիչ մեծացել էր, հասնում է Լուսնին։ Պետք է նվիրել Լուսինը։ Տեսեք ինչ սիրուն նկար է մայրիկին գրկում է։